1232-25 քրեական վարույթով դատաքննական համարը 328-87-01-25 քրեական գործով վարույթով մասնավոր մասնակիցների հետ շփում չունենալ բացառությամբ իր պաշտպանների, բնականաբար հսկողությունը կիրառել առողջական վիճակը նաև հաշվի առնելով, նաև հետազոտությունները բարբերաբար հաշվի առնելով, առանց էլեկտրոնային միջոցների կիրառման խափան միջոցը կիրականացվի վարչական հսկողությունը։ Որոշումը ստանալուն պես այն կարող է բողոքարկել վերաքննիչ քրեական դատարան ստացման օրվանից հետո 10 ժամկետում։ Սա դատարանի որոշում։ Հաջորդը պարոն Վարդևանյան, ձեր միջնորդության քննությունն ենք անցնում։ Դուք եք ներկայացնել միջնորդություն։ Խնդրեմ։ Շնորհակալ եմ պատվարժան դատարան, դատավարության արգելի մասնակիցներ, ըստ էության այն միջնորդությունը, որը ներկայացնում եմ, այլևս Հայաստանի Հանրապետության 9-րդ գումարման ազգային ժողովի падգամավոր Արթուր Սարգսյանի նկատմամբ կիրառված տնային կալանքը վերացնելուն է վերաբերում։ Մենք շատ լրացուցիչ հիմքեր եւ հիմնավորումներ ներկայացնելու պարտականություն որպես այդպեսին չունենք։ Ավելին, գտնում եմ, որ հանրային իշխանության մարմնի, այսպես ասած, ներկայացուցիչները, իրենից թե դատախազության, թե նաև դատարանի, հենց իրենք պետք է նախաձեռնեն նշված հարցի քննարկումը։ Քանի որ մենք խոսում ենք ի վերջո սահմանադրական դատարանի որոշման, կատարման պահանջի մասին։ Սահմանադրական դատարանի որոշումը ի տարբերություն միգուցե մասնագիտական հանրույթում ընդունված այլ դեպքերի, երբ որոշ մեկնաբանման տեղիքեր տալիս կամ այլ տեսանկյունից գնահատելու հնարավորություններ ընձեռում, այս դեպքում ամեն ինչ առավել քան հստակ է։ Պատգամավորի կարգավիճակ ձեռք բերելու պահից անձը բացառությամբ սահմանադրության 96-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքերի չի կարող զրկվել ազատությունից այլ կերպ, քան ազգային ժողովի համաձայնությամբ։ Ավելին, նույն որոշմամբ ուղիղ արձանագրված է իդեպ եզրափակիչ մասում սահմանադրական դատարանի որոշման, այսինքն ամբողջ իրավական դիրքորոշումները ամփոփելու պայմաններում պատվարժան դատարան, սահմանադրական դատարանը ուղիղ արձանագրել էր, որ պատգամավորի կարգավիճակ ձեռք բերելու պահից սկսած անձը չի կարող պահվել անազատության մեջ։ 2026 թվականի հուլիսի 21-ին, իդեպ բնօրինակն է նաև հենց մեր տրամադրության տակ, ես նշվածը կխնդրեմ հնարավորության դեպքում փոխանցվի դատարանին, պատվարժան դատարան խնդրելով, որ վերադարձվի, մենք կից ներկայացրել էինք մեր միջնորդությանը կենտրոնական ընտրական հանձնաժողովի արձանագրությունը, որը վերաբերում է ընտրված ազգային ժողովի պատգամավորներ գրանցելու եւ մանդատներ տրամադրելու մասին, որը իդեպ ուժի մեջ է մտնում իր իրավական հետևանքների տեսանկյունից հրապարակման պահից։ Այն կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքում ըստ էության հրապարակվել է 2026 թվականի հուլիսի 21-ին։ Եվ այդ պահից սկսած Արթուր Լավրենտի Սարգսյանը ունի սահմանադրական դատարանի 16-19 որոշմամբ օժտված պաշտպանության երաշխիքի ակնկալիք։ Իսկ այդ ակնկալիքի ապահովման պարտականությունը պատվարժան դատարան կրում եք դուք եւ կրկին ուզում եմ նշել, հանրային մեղադրողները եւս պետք է հանդես գային որպես նշված հարցի նախաձեռնողներ։ Կանխատեսելով պատվարժան դատարան հնարավոր այն իրավական դիսկուրսը, քանի որ հենց վերջերս կենտրոնական ընտրական հանձնաժողովում մեկ այլ իրավիճակում նշված հարցի քննարկումը տեղի ունեցավ, թե ի վերջո պատգամավորի կարգավիճակ ձեռք բերելը նույնանում է լիազորությունների ստանձնման հետ, թե ոչ։ Արթուր Սարգսյանը որպես ազգային ժողովի 9-րդ գումարման պատգամավոր իր լիազորությունները ստանձնելու է օգոստոսի 2-ին ժամը 10:00-ին։ Բայց ինչպես ես նշեցի, սահմանադրական դատարանը խոսում է պատգամավորի կարգավիճակ ձեռք բերելու, այլ ոչ թե լիազորություններ ստանձնելու մասին։ Իդեպ դա էլ պատահական չէ, որովհետև նախքան լիազորություններ ստանձնելը պատվարժան դատարան ազգային ժողովի պատգամավորի կարգավիճակը ձեռք բերած անձը պետք է ողջամիտ հնարավորություն ունենա նախապատրաստվելու այդ լիազորությունների ստանձնման։ Խոսքը գնում է խմբակցության կազմավորման մասին, խոսքը գնում է խմբակցության կանոնադրության հաստատման մասին, ընթացիկ հարցերի նախապատրաստման մասին, ազգային ժողովի առաջին նստաշրջանի առաջին նիստի
օրենքի հարցերի քննարկման մասին, մարտավարության մշակման մասին եւ ամենակարևորը ներկայացուցչական մանդատի իրացման մասին։ Ես ուզում եմ հստակ ընդգծել, որ այլևս Արթուր Լավրենտի Սարգսյանը այս դատական նիստերի դահլիճում գտնվում է իր անձեռմխելիությունը չհաղթահարված անձի կարգավիճակում։ Այո, ունի դատավարական կարգավիճակ մեղադրյալը, բայց այլևս 9-րդ գումարման ազգային ժողովում վերջինս օժտված է լինելու ներկայացուցչական մանդատով, որոշակի իմաստով ներկայացնելով դատական նիստերի դահլիճում գտնվող բոլորին, լինի դա պաշտպանության կողմը, լինի դա մեղադրանքի կողմը, լինի դա դատարանը, լինի դա նիստերի քարտուղարը թե կարգադրիչները։ Հենց նաև այդ իմաստով է, որ սահմանադրական դատարանը լրացուցիչ երաշխիք է պահանջում եւ ակնկալում այդ կարգավիճակը ստացած անձի դեպքում։ Բայց անդրադառնալով այս հարցի բանավեճը սպառելու անհրաժեշտությանը 2024 թվականի մայիսի 14-ին Վճռաբեկ դատարանը իր նախադեպային որոշմամբ, որի համար է քիչ առաջ ես վկայակոչեցի եւ գործընկերները կարող են պարզապես դատալեքս տեղեկատվական համակարգով նշվածը հավաստել։ Խոսքը գնում է 15-րդ կետում իրավական դիրքորոշման մասին։ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ իդեպ համանման իրավիճակում Արթուր Սարգսյանն էլ էր գտնվել 2021 թվականին, ինչպես Մխիթար Զաքարյանը 2021 թվականի հուլիսի 22-ին պատգամավորի կարգավիճակ ձեռք բերելու փաստի ուժով ենթակա է եղել ազատ արձակման։ 2021 թվականի այս վկայականից ովքեր որ ունեցել են այնտեղ գրված է եղել տրվել է 2021 թվականի հուլիսի 22-ին։ Այս անգամ այն տրված է հուլիսի 21-ին։ Օգոստոսի 2-ը, ինչպես 2021 թվականին լիազորությունների ստանձնման օրն է հանդիսացել, այդպես էլ 2026 թվականին լիազորությունների ստանձնման օրն է հանդիսանում։ Բայց նաև բացառելով հնարավոր որևէ այլևս բանավեճ, կարող եմ նաև բացահայտել, որ կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքում հրապարակված է նաև որոշում, որով անձի անձնական ազատության սահմանափակման վերաբերյալ միջնորդությունը դատախազության կողմից ներկայացված վերադարձվել էր այն հիմքով, որ անձը ստացել է պատգամավորի կարգավիճակ եւ սահմանադրական դատարանի 16-19 որոշման ուժով իրավասու մարմինը չի հանդիսանում կենտրոնական ընտրական հանձնաժողովը, այլ հանդիսանում է ազգային ժողովը, այնպես ինչպես այլևս Արթուր Սարգսյանի դեպքում է։ Պատվարժան դատարան հատուկ առանձին անդրադարձ կարծում եմ կարիք չկա անելու տնային կալանքի եւ կալանքի իրավական տեսանկյունից համարժեքությանը, կարծում եմ այստեղ մենք բանավեճ չունենք, ի վերջո կա նաեւ սահմանադրական դատարանի որոշումը նշվածի վերաբերյալ 1798-ը, ըստ էության նաեւ կա մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային որոշումները, հետեւաբար գտնում եմ նշված հարցը եւս որպես այդպիսին սպառված։ Խնդրում եմ պատվարժան դատարան ներկայացված հիմքերից, հիմնավորումներից ելնելով, սահմանադրական դատարանի 2021 թվականի դեկտեմբերի 7-ի 16-19 որոշման հստակ իրավական դիրքորոշումներից ելնելով նաև Վճռաբեկ դատարանի 2024 թվականի մայիսի 14-ի որոշումից ելնելով, ղեկավարվելով նաև կենտրոնական ընտրական հանձնաժողովի համապատասխան որոշումից, հաշվի առնելով հենց նաև արձանագրությունը կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2026 թվականի հուլիսի 21-ին, վկայականը, որը տրվել է Արթուր Լավրենտի Սարգսյանին ազգային ժողովի պատգամավորի կարգավիճակը հավաստելու տեսանկյունից, այս ամբողջը հաշվի առնելով խնդրում եմ անհապաղ այս հանգամանքը պատահական չեմ նշում, որովհետև ըստ էության անհապաղության հարցը առաջացել է 2026 թվականի հուլիսի 21-ից։ Օբյեկտիվ իրականության մեջ այդպես։ Անհապաղ վերացնել Արթուր Լավրենտի Սարգսյանի նկատմամբ կիրառված տնային կալանքը որպես խափանման միջոց, միաժամանակ զուգահեռաբար պատվարժան դատարան իհարկե նշվածը ձեր որպես այլևս վարույթ իրականացնող մարմնի հայեցողության տիրույթում է, այս հանգամանքը գտնում եմ, որ այլևս սահմանադրական դատարանի որոշման ուժով անմիջականորեն գործող երաշխիք է։ Այստեղ ես հայեցողական լիազորություն չեմ տեսնում։ Բայց պատվարժան դատարան գտնում եմ, որ գրավի հետ կապված եւս կարող է դատարանը նաեւ անդրադարձ կատարել դրան, ընդհանուր մինչեւ վերացնելով կիրառված գրավը ընդհանրապես կամ չափը նվազեցնել։ Ելնելով նաեւ ընդհանրապես այս ողջ ժամանակահատվածում Արթուր Լավրենտի Սարգսյանի դրսևորած վարկագծի հանգամանքներից ելնելով։ Այսքանն էր պատվարժան դատարան, շնորհակալ եմ։
Վարդևանյանի Սարգսյանը արդեն իսկ 2 օր է գտնվում է անօրինական սահմանափակումների մեջ։ Շատ հետաքրքիր է, ոնց որ պատմությունը 5 տարի մեկ կրկնվում է, իմիջիայլոց 2021 թվականի դեկտեմբերի 10-ին նույն այդ սահմանադրական դատանի որոշման հիման վրա ես ազատվել կալանավայրից։ Այն ժամանակ պարոն Վարդևանյանը ազգային ժողովում էլ նամակներով գլխավոր դատախազին ասում էր, որ պատգամավորները պետք է լինեն ազատության մեջ, այդ ժամանակ պարոն Չարչյանը, պարոն Մխիթարզակյանը եւ ես պատգամավորներ են եւ գտնում ենք Կալանավայրում եւ դեկտեմբերի 10-ին ես ասացի, որ Արամ Վարդևանյանը ճիշտ էր եւ ամբողջ դատախազական համակարգը սխալ էր, որովհետեւ ինքը համարական դատարանում ապացուցեց, ոչ թե գլխավոր դատախազը չէր պատասխանում, այլ ինքը պատասխանել էր լրագրողներին, որ ոչ պետք է մնա հաղթահարվածը, բայց համարական դատարանը ապացուցեց եւ Վարդևանյան Արամն էլ ապացուցեց, որ ինքը ճիշտ է։ Հիմա քանի որ այդ դեպքը 21-ին կրկնվել է, ես ամբողջությամբ ուսումնասիրել եմ եւ վստահաբար ասում եմ, ես ամսի 21-ին պետք է անապահ ազատ արձակվեի, բայց 2 օր հանգիստ նստել եմ, կարայի բարձրաձայնեի ասեի, բայց դրա կարիքը չունեմ, չեմ նեղվել, որ ես մի տարին կալանքի մեջ եմ 2 օր էլ ավել եմ մնացել, բողոք չունեմ, այդքանը։ Որևէ բան չունի պաշտպանական կողմավորեցնելու, մեղադրանքի կողմն եմ ես։ Պատվարժան դատարան, պարոն Վարդևանյանի կողմից ներկայացված միջնորդության առանցքային հաստակներից մեկն այն էր, որ պարոն Սարգսյանը սույն թվականի հուլիսի 21-ին ձեռք է բերել Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի 9-րդ գումարման ազգային ժողովի պատգամավորի կարգավիճակ կամ առհասարակ ձեռք է բերել պատգամավորի կարգավիճակ։ Պետք է փոքրինչ չհամաձայնեմ պարոն Վարդևանյանի հետ այնքանով, որ պարոն Սարգսյանը պատգամավորի կարգավիճակ ձեռք է բերել եւ առ այս պահը շարունակում է կրել այդ կարգավիճակը դեռևս 2021 թվականից։ Նախորդ տարի Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի միջնորդության հիման վրա Հայաստանի Հանրապետության ազգային ժողովը պարոն Սարգսյանին զրկել է ազգային ժողովի պատգամավորի անձեռնմխելիությունից։ Հայաստանի Հանրապետության սահմանադրության 90-րդ հոդվածի առաջին մասի համաձայն ազգային ժողովն ընտրվում է 5 տարի ժամկետով։ Երկրորդ մասը սահմանում է հերթական ընտրության դեպքում նորընտիր ազգային ժողովի լիազորությունների ժամկետն սկսվում է նախորդ գումարման ազգային ժողովի լիազորությունների ժամկետի ավարտման օրը հրավիրված նորընտիր ազգային ժողովի առաջին նստաշրջանի բացման պահին։ Բնավ չեմ ցանկանա բանավեճի մեջ մտնել ձեր կարգավիճակի եւ կարգավիճակ ձեր բերելու լիազորությունները ստանձնելու հասկացությունների եւ ինստիտուտների առումով պարոն Վարդևանյանի հետ, քանի որ դրանք այս պահի այս միջնորդության քննարկման տեսանկյունից չեմ կարևորում, գտնում եմ, որ վերաբերելի չեն։ Այստեղ վերաբերելի այն հանգամանքը, որ 90-րդ հոդվածի երկրորդ մասի կարգավորումից հետևում է, որ ազգային ժողովը գործում է անօգնության սկզբունքով, այսինքն նորընտիր ազգային ժողովը սկսում է իր գործունեությունը նախորդի լիազորությունների ավարտման օրը։ Եվ պարոն Սարգսյանը ըստ էության չի դադարելու ունենալ ազգային ժողովի պատգամավորի կարգավիճակ եւ իսկ ամսի 2-ից նաեւ ստանձնել շարունակելու է իրականացնել ազգային ժողովի պատգամավորի լիազորություններ։ Ուստի գտնում եմ, որ Հայաստանի Հանրապետության սահմանադրության եւ ազգային ժողովի կանոնակարգ սահմանադրական օրենքի կարգավորումներին համապատասխան պարոն Սարգսյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում իրականացնելու եւ նրա նկատմամբ անազատության հետ կապված խափանման միջոց կրելու անձեռնմխելիությունը հաղթահարված է եւ այն կրկին հաղթահարելու անհրաժեշտությունը, իրավական անհրաժեշտությունը եւ փաստացի եւ դե յուրե բացակայում է։ Դա պայմանավորված է նաեւ այն հիմնավորմամբ, որ պարոն Սարգսյանի լիազորությունները առկային առ այս պահը, այսինքն նա շարունակում է լինել 8-րդ գումարման ազգային ժողովի պատգամավոր, իսկ ամսի 2-ից շարունակելու է եւ այդ պահից սկսած շարունակելու է ունենալ պատգամավորի կարգավիճակ եւ լիազորություններ։ Ուստի միջնորդությունը առարկայազուրկ է եւ խնդրում եմ այն մերժել։ Մեկ հիմնավորում է պատվարժան դատարան նախապես հակադարձելով հնարավոր փաստարկներին ազգային ժողովի
տեքստին ձևավորումը նոր ընտրությունների արդյունքում չի կարող զրոյացնել կամ չեզոքացնել նախորդ գումարման ազգային ժողովի կայացրած որոշումների եւ ընդունած օրենքների իրավական ուժը։ Եթե օրենքը պահանջում է, որպեսզի պատգամավորի նկատմամբ քրեական հետապնդումը հարուցվի ազգային ժողովի թույլտվությամբ, այսինքն անձեռնմխելիությունից զրկվի ազգային ժողովի համապատասխան որոշմամբ, ապա այդ պահանջը պահպանված է Արթուր Սարգսյանի պարագայում եւ առ այս պահը գտնվում է ուժի մեջ եւ որևէ անհրաժեշտություն չկա կամ որևէ իրավական հիմնավորում չկա կրկին դիտարկելու անձեռնմխելիությունը հաղթահարելու հարցը։ Վերջացրեցի, ընտրեմ։ Շնորհակալ եմ, պատվարժան դատարան, նախ ցավով եմ արձանագրում դատախազության, դիրքորոշման, երևի թե իրավական ժխտողականության հետևողականությունը։ Անկեղծ եմ ասում, ես այն որ հաստորեն կարելի ասել Արթուր Լավրենտի Սարգսյանը ունի մի կարգավիճակ, որի մասին մենք տեղյակ չենք, այսինքն ընդհանրապես մի նոր կարգավիճակ, դա անընդհատյա падգամավորի կարգավիճակն է, այդպես հասկանում։ Երկրորդը ստացվում է ընդհանրապես ազգային ժողովի գումարումների փոփոխությունը, դա իրավական որևէ մի նշանակություն չունի։ Իրականում հիմա ես եմ մի քիչ տատանեցի, ինչ կապ ունի, որ 8-րդ գումարման ազգային ժողովի 9-րդ գումարման։ Ավելին, հիմա ես իհարկե ինքս այդ մասով ներկայացություն չեմ իրականացրել, բայց ում հասկանամ, կենտրոնական ընտրական հանձնաժողովը ինչի էր падգամավորի թեկնածու գրանցում Արթուր Սարգսյանը։ Չէ՞ որ ինքը падգամավոր էր։ Կամ Արթուր Սարգսյանը ինչի էր որպես թեկնածու փորձում քարոզ, չէ՞ որ ինքը падգամավոր է։ Այսինքն մեր գործընկերների տրամաբանությունը դրան է անում։ Եթե դու падգամավոր ես, ել դու падգամավորի թեկնածու չես կարող լինես։ Բայց այստեղ գալիս է մի խնդիր է բախվում բոլորիս, որ ազգային ժողովը իսկապես 5 տարով է գործում։ Եվ այդ 5 տարում սպառվելուն մոտենալով, այո, իրավահարաբերությունը ծագում է նորովին։ Արթուր Սարգսյան падգամավորի թեկնածուն 2026 թվականին եւ 2021 թվականին տարբեր իրավահարաբերություններ են։ Ես հասկանում եմ, կարող է օրինակ խորին հարգանքով, բայց դատախազության դեպքում հնարավոր է մի վարչությունից մեկ այլ վարչություն տեղափոխվելը, օրինակ որևէ մի կարգավիճակի փոփոխություն չի ենթադրում։ Բայց ազգային ժողովի падգամավորի մեկ գումարումից մեկ այլ գումարման падգամավոր լինելը ամբողջությամբ նոր կառուցվածք է ենթադրում, ամբողջությամբ։ Ելնելով այդ հանգամանքից պատվարժան դատարան, նաև որ կրկին հիշատակվեց լիազորությունների ստանձնման ժամանակահատվածը, բոլոր դեպքերում ուզում եմ հասկանամ, մենք վճռաբեկ դատարանի նախադեպային որոշման անտեսմամբ մոտենում ենք հարցին, թե ինչպես։ Ինչի համար եմ սա ասում, որովհետև падգամավորի կարգավիճակ ձեռք բերել, լիազորություններ ստանձնել, այս հարցերը սպառվել են վճռաբեկ դատարանի որոշմամբ, որտեղ ասում է հուլիսի 22-ին 21 թվականի, այս հանգամանքն էլի բացահայտեմ, օգոստոսի 2-ը մշտական օր է։ Այսինքն ոնց 21-ին է օգոստոսի 2-ը եղել, տենց 26-ին է օգոստոսի 2-ը լինելու, տենց 31 թվին էլ է օգոստոսի 2-ը լինելու։ Այդ որ ասում է հուլիսի 22-ին, որ անհապաղ ազատ չի արձակվել, երկրապահիչ մասում էլ վճռաբեկ դատարանը գտել է, որ հենց դրանով մի քանի օր անցնել էլ չեմ խոսում ամիսների մասին, խախտվել է իրավունքը Մխիթար Զաքարյանը։ Հիմա հետևաբար մենք ինչից ենք խոսում, լավ չեմ պատկերացնում, որովհետև ասեմ ավելին, ակնհայտ է, որ падգամավորի կարգավիճակ ձեռք է բերել Արթուր Լավրենտի Սարգսյանը 2026 թվականի հուլիսի 21-ից։ Խոսքը գնում է 9-րդ գումարման ազգային ժողովի մասին։ 9-րդ գումարման ազգային ժողովը իր լիազորությունները ստանձնում է 2026 թվականի օգոստոսի 2-ին, բայց Սահմանադրական դատարանը չի ասում լիազորությունները ստանձնելու պահից պետք է ազատ արձակվի, ասում է կարգավիճակ ձեռք բերելու պահից, ոչ թե ասում է ընդհանրապես մի օր падգամավոր լինելու, այլ ասում է այդ պահին падգամավորի կարգավիճակ ձեռք բերեցիր, Արթուր Սարգսյանը նոր է ձեռք բերել այդ կարգավիճակը։ 9-րդ գումարման ազգային ժողովի падգամավորի կարգավիճակը ձեռք է բերել կենտրոնական ընտրական հանձնաժողովի արձանագրություն թիվ 1 հուլիսի 21 2026։ Եթե Արթուր Սարգսյանը իր 9-րդ գումարման ազգային ժողովի падգամավորի կարգավիճակը ձեռք է բերել 2021 թվականի հուլիսից, տվեք էլի այդ թուղթը իմանամ, որ մարդկանց տեղեկացնենք, որ
կարելի է մի անգամ ազգային ժողովի պատգամավորի կարգավիճակ ձեռք բերել եւ Հավիտյանս դա ունենա։ Չեմ մեկնաբանի այս դիտարկումը ինչև է։ Պատվարժան դատարան գտնում են, որ Արթուր Լավրենտի Սարգսյանի անձնական ազատության իրավունքը ելնելով իր պատգամավորի կարգավիճակը ձեռք բերելու հանգամանքից, այն է նոր անձեռնմխելիություն ձեռք բերելու հանգամանքից, նոր ազգային ժողովի գումարման պատգամավոր լինելու կարգավիճակից ելնելով, արդեն 2 օր է ինչ խախտվում է։ Եվ այն ենթակա է անհապաղ վերականգնման։ Վերականգնման նպատակն էլ բացահայտեցի պատվարժան դատարան, որովհետև ազգային ժողովի 9-րդ գումարման աշխատանքներին մասնակցելու համար պետք է դրա նախապատրաստություն։ Հենց դրա համար է նաև Վճռաբեկ դատարանը իրավացիորեն կռահել սահմանադրական դատարանի դիրքորոշումը, որ պատգամավորի կարգավիճակ եւ լիազորությունների ստանձնում տրոհված են։ Կարգավիճակը ձեռք ես բերում այս վկայականով։ Լիազորությունները ստանձնում ես գումարման առաջին օրվանից։ Այդ դրա համար Մխիթար Զաքարյանի դեպքում հուլիսի 22-ից ազատ չարձակելը համարվել է խախտում։ Իդեպ վկայական տրամադրելու օրը կարգավիճակի կարող է փոփոխական լինել։ Կարող է լինել հուլիսի 21, կարող է լինել օրինակ 5 տարի առաջ հուլիսի 22-ն էր եւ այդպես շարունակ։ Բայց օգոստոսի 2-ը անփոփոխելի է, բայց փաստ է նաև որ կարգավիճակը մինչև լիազորությունների ստանձնումը պետք է ստանաս։ Իդեպ այնպես ինչպես լինում է նաև դատավորների դեպքում։ Դատավորի կարգավիճակը ստանում ես, լիազորությունների ստանձնումը կարող է լինել մի քանի օր անց, մինչև գործը մակագրվի օրինակ, եւ այլ եւ այլ։ Պատվարժան դատարան խնդրում եմ անհապաղ նշված միջնորդությունը բավարարել, շնորհակալ եմ։ Դատարան խնդրեի ես հանրային մեղադրող Հովհաննիսյանին հրապարակել Արթուր Սարգսյանին անձեռնամխելությունից զրկելու պատգամավորական այդ որոշումը։ Նրա մեջ միանշանակ նշված է 8-րդ գումարման ազգային ժողովի պատգամավոր Արթուր Սարգսյանին։ Այստեղ խոսքը գնում է 9-րդ գումարման, այսինքն չէր կարող այն ժամանակ գլխավոր դատախազը միջնորդություն բերել եւ ասել անձեռնամխելությունից զրկեք 8-րդ գումարման, նաև տարածվելու այդ որոշումը 9-րդի կամ 10-րդի ակնկալեր, որ հետագայում կարող է նորից առաջադրվի եւ պատգամավոր դառնա։ Միանշանակ է, որ այդ որոշումը տարածվել է եւ վերաբերվել է միայն 8-րդ գումարման, իսկ այսօր խոսքը գնում է 9-րդ գումարման մասին, ուստի ընդունած որոշումը իր լիազորությունները կարող է ունենալ մինչեւ 8-րդ գումարման ժամանակահատվածը, դրանից հետո արդեն 9-րդ գումարման վրա չի կարող տարածվել։ Պատվարժան դատարան, որպես իրավական փաստարկում պաշտպանի կողմից վկայակոչվում էր Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի ստդվող 16-19 որոշումը եւ Մխիթար Զաքարյանի վերաբերյալ գործով Վճռաբեկ դատարանի 2024 թվականի որոշումը։ Եթե ուշադիր լինենք երկու վարույթներում այս եւ այդ վարույթների կա էական տարբերություն։ Իսկ դատական օրենսգիրք սահմանադրական օրենքը պարտադիր է համարում նույնանման փաստական հանգամանքներով Վճռաբեկ դատարանի նախադեպային որոշումներից շեղվելը հիմնավորելը։ Եթե պարոն Սարգսյանը 2021 թվականին ստանալով ազգային ժողովի պատգամավորի մանդատը եւ ստանձնելով լիազորությունները այդ պահի դրությամբ է ձեռք բերել ազգային ժողովի պատգամավորի անձեռնմխելիություն, եթե Մխիթար Զաքարյանը հենց այդ եղանակով է ձեռք բերել անձեռնմխելիություն, հենց դրան էլ վերաբերում է սահմանադրական դատարանի որոշումը։ Այսինքն այն իրավիճակներին, երբ անձը, ով չի ունեցել անձեռնմխելիության կարգավիճակ, ստանձնելով պատգամավորի լիազորությունները, ստանում է նաև անձեռնմխելիություն։ Մինչդեռ պարոն Սարգսյանի պարագայում իրավիճակը այլ է։ Նա այս պարագայում ազգային ժողովի պատգամավորի կարգավիճակը ստանձնելու պահին եւ ստանալու պահին եւ հետագայում ամսի 2-ից նաև լիազորությունները ստանձնելու պահից դրությամբ ունեցել է պատգամավորական անձեռնմխելիություն, որից զրկվել է ազգային ժողովի համապատասխան որոշմամբ։ Եվ հետևաբար այդ որոշումները այս իրավիճակին վերաբերելի չեն։ Ասեմ ավելին, եթե ավելի վերանանք ամեն ինչից, պարոն Սարգսյանը այս պահի դրությամբ շարունակում է լինել նաև 8-րդ գումարման ազգային ժողովի պատգամավոր։
Եվ այս պայդրությամբ պետք է օգտվել այն ձանձեռմխելությունից, որը նա ստացել էր ստանձնելով 2021 թվականին ազգային ժողովի պատգամավորի պաշտոնը եւ ստանալով անձեռմխելիությունը։ Այդ կարգավիճակի համար ստացած անձեռմխելիությունից նա զրկվել է ազգային ժողովի որոշմամբ։ Ուստի գտնում եմ, որ այս հիմնավորումներով եւս միջնորդությունը ենթակա է մերժման։ Ինչ վերաբերում է գլխավոր դատախազի միջնորդության հիման վրա ազգային ժողովի կայացրած որոշումը հրապարակելուն, ապա այդ որոշումը վարույթի նյութերում առկա է, թե պաշտպանը գտնում է, որ հրապարակելու անհրաժեշտություն կա, կարող է հրապարակել, այս պայդրության նման անհրաժեշտություն չեմ տեսնում, այսքանը պատվարժանական։ Հետո ես։ Պատվարժան դատարան, ճիշտ ասած ես չէի սպասում, իսկ երկար քննարկում պետք է գնա այս հարցի շուրջ, որովհետև ամեն ինչ շատ պարզ է ու հասկանալի։ Մեր գործընկերները չգիտեմ ինչ են փորձում, ասած ինչ-որ տարբեր տարաբնույթ մեկնաբանություններով իմ համար անհասկանալի ինչ-որ իրավիճակներ փրկել, քանի որ արդեն իսկ փաստ է, որ Արտուր Սարգսյանը հենց հիմա անօրինական է գտնվում անազատության մեջ։ Եթե տրամաբանությամբ գնանք, ուրեմն 21 թվականին Արտուր Սարգսյանի վերաբերյալ կենտրոնական ընտրական հանձնաժողովում էլ իրադարձություններ տեղի ունեցել ու անձեռնմխելիության հարց քննարկվել, ու պետքա դրանից հետո ազգային ժողովում այլ process-ներ չլինեին, կամ ես չեմ հասկանում 8-րդ գումարման ու 9-րդ գումարման պատգամավորության համատեղելիություն, այդ ինչ գաղափար է հիմա առաջ քաշում, ըստ էության սահմանադրական դատարանի որոշումը չեմ կարծում, որ շատ երկար պետքա քննարկեին, այլ մենք նույնիսկ մտածում ենք, որ այս միջնորդությունը ճիշտ է, տեղին է, բայց ուշացված, որովհետև ըստ էության նաև իրենք պետք է ըստ էության այս միջնորդությունը հանդես գային հրատապնիստ հրավիրեին, եթե ես գտնում որ նիստի կարիք էլ չկար, պետք է ուղղակի անապահ ազատ արձակվեր։ Այսքանը չեմ ցանկանում անընդհատ այս դիսկուսիայի մեջ մտնել, որտեղ ես համոզմունք ունեմ, որ անապահ պետք է ազատ արձակվի Արտուր Սարգսյանը։ Պատվարժան դատարան իրականում գործընկերս հենց անհրաժեշտ շեշտադրումները ներկայացրեց։ Մոտ տպավորություն է, որ օրինակ եթե ես հիմա բացահայտեմ մեր գործընկերներին, որ 2026 թվականի մայիսի 3-ից Արտուր Լավրենտի Սարգսյանի նկատմամբ, եթե այլ քրեական վարույթ հարուցելու անհրաժեշտություն լիներ, մեր գործընկերները զարմանալու են, որ իրենք պետք է դիմեին եւ ազգային ժողով, եւ կենտրոնական ընտրական հանձնաժողով։ Նրանք տեղեկացված եք այդ հանգամանքից, որտեղ Արտուր Լավրենտի Սարգսյանը 2026 թվականի մայիսից եղել է եւ ազգային ժողովի պատգամավոր 8-րդ գումարման եւ ազգային ժողովի 9-րդ գումարման պատգամավորի թեկնածու։ Պատգամավորի թեկնածուն ԿԸՀ-ով անձեռնմխելիություն ստանում լրիվ նորովի։ Իսկ գործող 8-րդ գումարման պատգամավորի շրջանակներում ուներ անձեռնմխելիություն։ Հիմա 8-րդ գումարման ազգային ժողովի մասին մենք չենք խոսում։ Մենք խոսում ենք 9-րդ գումարման ազգային ժողովի մասին։ Երևի գործընկերները ուղղակի ժամանակ չեն ունեցել, այս արձանագրությունը չեն ուսումնասիրել, որտեղ այս արձանագրությունը վերաբերում է 9-րդ գումարման ազգային ժողովի պատգամավորների մանդատ ստանալուն։ Այն է սահմանադրական դատարանի եզրույթով ասած, պատգամավորի կարգավիճակ ձեռք բերելուն։ Այս կարգավիճակը ձեռք բերել նախկինում չես կարող ունենաս հնարավորություն։ Սա մի բան է, որ 5 տարին մեկ է լինում կամ արտահերթ կարգով է լինում։ Հիմա սահմանադրական դատարանի որոշումը հստակ պետք է գործի այս պահին։ Պատվարժան դատարան։ Եվ ես անկեղծ եմ ասում, օրինականության, պատժի, հարկադրանքի, միջոցների նկատմամբ հսկողության շրջանակներում 21 թվականին դատախազությունն է գրություն գրել, որ Արտուր Լավրենտի Սարգսյանը ազատ արձակվի, որտեղ Արտուր Լավրենտի Սարգսյանի դատարանը վարույթ իրականացնող մարմինը արձակուրդում էր գտնվում, ու հիմա 2026 թվականին ոնց է նույն դատախազությունը կարողանում մշակել անձեռնմխելիության շարունակականության մոդել, դա արդեն չգիտենք։ Դա երևի բոլոր դեպքերում արձանագրենք որպես իրավունքի ժխտողականության համար ճանապարհ, բայց դա իհարկե համար ճանապարհ է, քավլիցի։ Բայց դրա համար էլ պատվարժան դատարան միջնորդությունը ոչ թե դատախազությանն ենք ներկայացնում, ձեզ ենք ներկայացնում։ Կարծում եմ դատարանի համար ակնհայտ, ասենց պարզագույն հանգամանք այս, առավել քան բավարար եւ հստակ ներկայացված է։ Ինչ վերաբերում էր վճռապետ դատարանի նախապետից շեղվելուն, դա անկեղծ չկարողացա անբռնել։ Խոսքը վերաբերում է պատգամավորի կարգավիճակը ձեռք ես բերում հուլիսին թե օգոստոսին։ Վճռապետ դատարանը ասել է հուլիսից է ձեռք բերում, որտեղ Մխիթար Զաքարյանը եթե 7-րդ գումարման ազգային ժողովի պատգամավոր է
էլ լիներ, 8-րդ գումարման падգամավոր կարող դառնալ հուլիսին 21 թվի։ Չի կարա 7-րդ գումարման ազգային ժողովի падգամավորը անընդհատությամբ շարունակի այլ գումարումներում։ Դա ժողովուրդն է որոշում։ Իդեպ էս էլ էր հետաքրքիր հանգամանք։ Դատախազության դիրքորոշումը ինչ որ իմաստով ստացվում է ժողովրդի կողմից իշխանության իրացման կոնցեպտին է նույնիսկ միջամտում, որովհետև դուք ստացվում է ժողովրդի կողմից Արթուր Սարգսյանին մանդատ տալը համարում եք ինչ որ զուգահեռ տեղի ունեցած մի այն 8-րդ գումարումից տեղի ունեցող իրադարձություն։ Պատվարժան դատարան խնդրում եմ անհապաղ ազատ արձակել Արթուր Լավրենտի Սարգսյանին իր կանանին տալը, որը ապօրին։ Ըստ սահմանադրական դատարանի որոշման Արթուր Լավրենտի Սարգսյանը պետք է լիներ 2 օր առաջ ազատության մեջ, այսքան բան։ Ճիշտ ասած, հարցը քանի որ հետաքրքիր է, փորձեմ ես էլ միանալ, հաշվի առնելով, որ որոշակի նաև հետազոտություններ ունեն այս ոլորտում կատարած։ Տեսեք, նախ եւ առաջ անհրաժեշտ է հասկանալ, թե անդերնամխելիության ինստիտուտի նպատակը որն է առհասարակ։ Անդերնամխելիության ինստիտուտի նպատակը մեկն է՝ քաղաքական նպատակներով անձին քաղաքական հետապնդումներից պաշտպանել են։ Հիմա